Վենսը եկել է Հայաստան, որն է այցի գլխավոր ինտրիգը, ԱՄՆ փոխնախագահն արդեն առնվազն 3 նամակ է ստացել Արցախի ու Բաքվում գտնվող հայ գերիների վերաբերյալ, արդյոք իրական հույսեր կան: Ռուսաստանից առաջարկի հետևից է հասնում Երևան, արդյոք Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն է մեծացել, թե պարզապես ամերիկյան առաջարկները չեզոքացնելու խնդիր է դրված: Բարև ձեզ, ես Նորայր Հովսեփյանն եմ, միասին ամփոփելու ենք օրվա անցուդարձը: Ուշադրության կենտրոնում պահելու ենք հատկապես այն թեմաները, որոնք ուղղակի կամ անուղղակի վերաբերում են Արցախին և որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի հետաքրքիր և օգտակար լինել հատկապես Արցախից բռնի տեղահանվածներին: Այս նախագիծը որևէ մեկի պատվերը չէ և կայուն ֆինանսավորում չունի, այնպես որ եթե որոշեք որևէ կերպ և որևէ չափով աջակցել, կընդունեմ սիրով, իսկ այս փուլում աջակցության համար շնորհակալություն եմ հայտնում Իվան Ավանեսյանին: Օրվա գլխավոր հերոսը Ջեյ Դի Վենսն է: Վենսի այցից մեկ օր առաջ Երևանի փողոցները արդեն զարդարվել էին ամերիկյան դրոշներով: Ջեյ Դի Վենսը արդեն Հայաստանում է, ըստ պաշտոնական տեղեկատվության, նա Հայաստանում պաշտոնական այցով կլինի 2 օր՝ փետրվարի 9-ին և 10-ին: Այդ մասին ավելի վաղ Ազատությանը հայտնել էր Վենսի խոսնակը: Տարածաշրջանային այցի օրակարգը ներառում է հավակնոտ տնտեսական և պաշտպանական ծրագրեր, որոնք անլուսավորել էր նախագահ Թրամփը: Այսքանի հետ ամենաինտրիգային հարցերից մեկը մնում է այն, արդյոք Վենսը կմեկնի նաև հայ-իրանական սահման, ինչպես ասում են, հողի վրա տեսնելու թրիփը: Ավելի ամենաինտրիգայինը ադրբեջանական մամուլի օրեր առաջ արված մի հրապարակումն է, որ Վենսը պետք է լինի Իրանի հետ սահմանում: Այսինքն նրանց տեղեկացվածությամբ ԱՄՆ փոխնախագահը փետրվարի 9-ին ժամանում է Երևան, 10-ին Մեղրիե հատվածում հռչակում են թրիփ ծրագրի հիմնարկեքը, որից հետո մեկնում է Ադրբեջան: Եթե այդ ժամանակացույցը ադրբեջանցիներին փոխանցվել է պաշտոնական աղբյուրներից կամ հավաստի աղբյուրներից, ապա ԱՄՆ փոխնախագահի այցը շատ չափազանց մեծ կարևորություն է ստանում: Մինչ այդ փետրվարի 9-ին երեկոյան տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով, հայտնում են ՀՀ կառավարությունից: Ըստ պաշտոնական աղբյուրի, Ջեյ Դի Վենսը տիկնոջ ու Շահ Վենսի հետ պաշտոնական այցով Հայաստանում կլինի փետրվարի 9-ին և փետրվարի 10-ին: Վենսի այցի, այսպես ասած, արցախյան համատեքստին անդրադառնանք: Տարբեր մակարդակներով ակնկալիքներ էին հնչում, որ բարձրաստիճան պաշտոնյայի այցը առիթ դարձնելով, Վաշինգտոնը կարող է Բաքվի վրա որոշակի ճնշում գործադրել Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակման հարցը բարձրացնելով: Նման կոչով դեռ օրեր առաջ հանդես էր եկել Արամ I կաթողիկոսը: Քիչ անց նույն կոչով Ջեյ Դի Վենսին նամակ է հղել Արցախի թեմակալ առաջնորդը: Այդ մասին տեղեկանում ենք Արցախի թեմի ֆեյսբուքյան էջից: Վրթանես Սրբազանը երկու հիմնական հարց է բարձրացրել՝ հայ ռազմագերիների և պատանդների վերադարձը, ինչպես նաև անհետ կորածների կամ նրանց արճյունների որոնումը և երկրորդ Արցախի թեմի եկեղեցիների, քրիստոնեական հուշակոթողների և պատմական գերեզմանների պաշտպանությունը: Հիմնավորվում է, որ դրանք մաս են կազմում համաշխարհային կրոնական ժառանգության: Վենսին ուղղված երրորդ նամակը համահեղինակներ ունի: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը համատեղ նամակով են դիմել ԱՄՆ փոխնախագահին: Համատեղ պատրաստած մեր նամակով ԱՄՆ փոխնախագահի ուշադրությունն ենք հրավիրում ոչ միայն պատանդների խնդրին, այլ նաև անհայտ կորած անձանց ճակատագրի հարցին, որը մեր հանրությանը և անհետ կորածների հարազատներին հուզող առանցքային հարց է: Ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Գեղամ Ստեփանյանը. Նախագահ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իսկական կայունությունը կառուցվում է ուժի և հստակ բարոյական հանձնառությունների միջոցով, հատկապես երբ խոսքը վերաբերում է խոցելի բնակչության և կրոնական ժառանգության պաշտպանությանը: Ձեր ներկայությունը Հարավային Կովկասում հզոր ազդակ է առ այն, որ ԱՄՆ-ը մտադիր է
առաջնորդել այս միջնորդությունը դեպի վերջնական արդար, արժանապատիվ խաղաղություն։ Մենք հորդորում ենք ձեզ անհետ կորածների հարցի հանգուցալուծումը եւ բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում ձեր քննարկումների առանցքային թեմաները, ասված է Արտակ Բեգլարյանի եւ Գեղամ Ստեփանյանի համատեղ նամակի մեջ։ Այս ամենի հաշվարկով որքանով է հավանական մինչև տարեվերջ Բաքվում գտնվող հայ գերիների առնվազն մի մասի ազատ արձակումը, Վահրամ Աթանասյանը Վենսի այցի դերը չի թերագնահատում, բայց հավանականությունը միանշանակ չի գնահատում, կլինի, եթե որոշակի պայմաններ ապահովվեն։ Ու իրականության մեջ այդ դատավարությունը կարելի է համարել ձախողված, որովհետև որևէ միջազգային աջակցություն այդ դատավարությունը չունի։ Ասենք այն մեղադրանքները, որ ներկայացում է Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը կամ ասենք բարձրաստիճան զինվորականներին, որևէ ապացույց չունի, չի հիմնավորվում։ Ալիևի նպատակը, քաղաքական առումով նպատակը այն է, որպեսզի հրապարակայնացվի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիր որպես բնակչության կամ ժողովրդի ինքնորոշման հարց գոյություն չի ունեցել, սա պաշտոնական իրենց տեսակետն է։ Հայաստանը Ադրբեջանի դեմ դիմել է ագրեսիվ պատերազմի, ավելին, այդ դատավարությունից հետո եթե հետևեք ադրբեջանական մամուլի հրապարակումներին, այնտեղ նաև թեզ է զարգացում, որ 44-օրյա պատերազմել է Հայաստանը հրահարել եւ պատժվել է։ Ես իրենց արտահայտություններն եմ օգտագործում։ Այսինքն այսքանով սպառվել է այդ դատավարության, այսինքն ինչ հնարավոր էր քամել, քաղել պատանդ վերցրած անձանցից, ու կարծում եմ արդեն արվել է եւ այստեղ էականը այն է, որ դատավարության, այսպես կոչված դատավարության վերջին փուլում ոչ ոք ներկայացված մեղադրանքը չի ընդունել։ Դա պետք է սպասեք, ես կարծում եմ կանխատեսումներ կարելի է անել որոշակի ժամանակ հետո դատավճիռները բողոքարկվելու են, թե չեն բողոքարկվելու։ Եթե սկսվի, ես այսպես եմ պատկերացնում, եթե սկսվի դատավճիռների բողոքարկման process, ապա այն տպավորությունը, որ Ալիևը մինչև տարվա վերջ կամ մի քանի ամիս հետո կարող է ազատ արձակել ռազմագերիներին պատանդարված անձանց, կարծում եմ իրականության մոտ չի լինի։ Եթե դատավճիռները չբողոքարկվեն, ուրեմն վարկածը, որ մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները եւ բարձրաստիճան զինվորականները կարող են ազատ արձակվել, կարելի է հավանական գնահատել, բայց գիտեք, մենք գործ ունենք Ալիևի հետ, օրինակ Ալիևը կարող է ազատ արձակել 44-օրյա պատերազմի հետո պատանդարված կամ սեպտեմբերի 23-ի իրադարձություններից այդ ահաբեկչական պատերազմից 19-20-ի ահաբեկչական պատերազմից հետո պատանդ վերցրած անձանց, բայց ասեք ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին ոչ, կարող է դիմել սադրանքի, մեկին ազատ արձակել, մյուսին ոչ։ Վենսի այցին ընդառաջ Երևանը առաջարկների մի ամբողջ փունջ Մոսկվայից ստացավ, դրանցից առաջինը վերաբերում էր երկաթուղիներին։ Երևանը Մոսկվային առաջարկել է վերանորոգել ու գործարկել Հայաստանն Ադրբեջանին ու Հայաստանը Թուրքիային կապող երկաթուղիները։ Ռուսաստանից վստահեցրել են, որ թեման կքննարկեն, Արևմուտքի հետ հարաբերությունները խորացնելու Երևանի ջանքերը Մոսկվայում լավ են նկատում։ Այս անգամ էլ Ալեն Սիմոնյանի միջոցով նախազգուշացումը Մոսկվայից Երևան ուղարկեցին։ Եվը Մոսկվայի համար անընդունելի է։ Հայաստանը պետք է ընտրի կամ։ ԱՄՆ փոխնախագահի Հայաստան այցից առաջ Մոսկվան ևս երկու առաջարկ էր ուղարկել Երևանին։ Մի կողմից խոսում է թրիփին միանալու իր պատրաստակամության մասին որևէ ձևաչափով, մյուս կողմից առաջարկում է Հայաստանում կառուցել նոր ատոմային էներգաբլոկ։
Ի դեպ, միջուկային էներգիայի թեման բավական փափուկ է այն առումով, որ Թրամփն էլ իր հերթին էր օրեր առաջ անոնսավորել, որ Ամերիկան Հայաստանի հետ պատրաստում է կնքել նոր պայմանագիր՝ կապված նույն միջուկային էներգիայի հետ։ Ենթակառուցվածքների հետ կապված ևս մեկ թեմա այս անգամ Թուրքիայից։ Անկարան կարծես որոշել է արագացնել կամ ցույց տալ, որ արագացնում է Հայաստանի հետ սահմանի բացման աշխատանքները։ Իգդիրի նահանգապետն անձամբ է ծանոթացել Ալիջանի սահմանային անցակետի, սա մարգարաանցակետն է Հայաստանի կողմից վերակառուցման և արդիականացման ընթացիկ աշխատանքներին։ Նահանգապետը հայտարարել է, որ գործընթացը նախատեսվում է ավարտել կարճ ժամկետում։ Հիշեցնեմ, որ վերջերս Կարո Փալյանն էր կանխատեսել, որ հայ-թուրքական սահմանի բացման գործընթացում որոշակի ակտիվացում կարծես պետք է լինի, և որքան հասկանում ենք, այդ ակտիվացման նշաններն է ցույց տալիս Թուրքիան։ Վաղը ժամը 19-ին ձեզ կներկայացնենք նախորդ 3 տարվա ընթացքում կատարված ամրաշինական և ինժեներական հսկայածավալ աշխատանքների մի մասը, երկրորդ մասը կհրապարակվի չորեքշաբթի առավոտյան։ Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մենք շարունակում ենք ներկայացնել Պաշտպանության նախարարության կողմից վերջին տարիներին կատարված աշխատանքները։ Այժմ հասունացել է ժամանակը, երբ պիտի ձեզ ներկայացնենք վերջին 3 տարիներին կատարված աշխատանքները սահմանին, մասնավորապես ներկայացնելու ենք ամրաշինական աշխատանքները, այսպես կոչված ամրացված շրջանները, որը նախկինում ցուցադրվել է մեր հայրենակիցներից ինչ-որ շահագրգիռ կողմերի, ովքեր ցանկություն են հայտնել դրանք տեսնելու, բայց հիմա որոշում ենք ընդունել այն ներկայացնել հանրության դատին։ Այն բաղկացած կլինի երկու առանձին հոլովակներից, առաջինը ձեր դատին կհանձնենք վաղը, մյուսը չորեքշաբթի օրը։ Պաշտպանության նախարարությունը նախորդ տեղեկատվական, այսպես ասենք, պաշտոնական արտահոսքը արեց օրեր առաջ, երբ տեսանյութ հրապարակվեց Հնդկաստանի շտաբի պետի մասնակցությամբ տեղի ունեցած զենքի ցուցադրությունից։ Կադրերում հայկական զինուժի վերջին տարիներին ձեռք բերած մի շարք նոր զինատեսակներն էին։ Այսքանից հետո հետաքրքիր է, թե այս անգամ ինչ է ցուցադրելու պաշտպանության նախարարությունը։ Մի խոսքով, վաղը Վենսին բարով խերով ճանապարհում ենք ու նստում Պապիկյանի անոնսավորած տեսանյութն ենք դիտում պաշտպանության նախարարությունից։ Վերադառնանք արցախյան թեմատիկային։ ՀՀ սոցիալնախարարությունը հիշել է, որ բռնատեղահանված արցախցիները խնդիրներ ունեն։ Ավելի ճիշտ որոշել է պաշտոնական չոր ու ցամաք թվերով վատատեսների աչքը հանել, որոնք պնդում են, թե նախարարությունը արցախցիներին վերաբերող ծրագրերում լավ չի աշխատում։ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են, հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակը։ Վերջին շրջանում որոշ քաղաքական ուժեր և ինքնակոչ պաշտոնյաներ ակնհայտորեն զբաղված են նախընտրական շահարկումներով և միտումնավոր ապատեղեկատվության տարածմամբ պետության կողմից Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների սոցիալական աջակցության իբր դադարեցման վերաբերյալ։ Այս քարոզչական թեզերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև վտանգավոր են, քանի որ շահարկում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական խնդիրները։ Մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերը շարունակվում և ընդլայնվում են թե բնակապահովման, թե զբաղվածության, թե սոցիալական աջակցության ուղղություններով։
Մասնավորապես շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը, որը սոցիալական պաշտպանության ոլորտի ամենամասշտաբային ծրագրերից մեկն է շուրջ $2 միլիարդ բյուջեով։ Շարունակվում է նաև Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերին տրամադրվող 30,000 դրամ աջակցության միջոցառումը, որից օգտվում է 44,000 անձ։ Կարիքավոր ընտանիքներին ուղղված հրատապ սոցիալական աջակցության ծրագրի շահառու ընտանիքների թիվը 6,000 է։ Այս բոլոր ծրագրերի շրջանակում հայրենակիցները փաստացի և շարունակաբար ստանում են պետական աջակցություն՝ հակառակ ապատեղեկատվություն տարածողների պնդումներին։ Ավելին, շուտով կմեկնարկեն նաև վարձակալության երկարաժամկետ փոխհատուցման և հայրենակիցների ինքնազբաղվածության խթանմանն ուղղված նոր ծրագրեր։ Ղարաբաղից տեղահանված շուրջ 25,000 անձ այս պահին ունի ֆորմալ զբաղվածություն, նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակը։ Վերջում էլ մշակութային լուրեր։ Երևանում կայացել է վերածնված Արցախի պետական երգչախմբի «Անդրանիկ» համերգը։ Կոլեկտիվի վերածնունդը հնարավոր դարձավ մոսկովյան հասարակական կազմակերպություն «Դիալոգի» աջակցության և երգչախմբի գեղարվեստական ղեկավար Արմինե Յախշյանի ջանքերի շնորհիվ։ Վահարական երգչախումբը հիմնադրվել է 1990 թվականին Ստեփանակերտում Արցախի արվեստի վաստակավոր գործիչ Նինա Գրիգորյանի նախաձեռնությամբ։ Արցախից տեղահանվելուց հետո ճանաչված այս կոլեկտիվը գործունեությունը շարունակելու հնարավորություն չուներ, և ահա երկար ընդմիջումից հետո ճանաչված այս կոլեկտիվը կրկին բեմում է։ Հադրութից Իտալիա ու սա բոլորովին էլ կատակ չէ։ Հունվարի 23-ից 29-ը Սիրե Արմենիայի և Դիզակարտի համագործակցությամբ կազմակերպվել է «Արցախյան շաբաթ Միլանում» ծրագիրը։ Ներկայացվել է արցախյան բազմահամ խոհանոցը, կազմակերպվել են արցախյան տարբեր ուտեստների բաց դասեր իտալացիների համար, որն ուղեկցվում էր արցախյան երգերով։ Արցախյան ընթրիքներ են կազմակերպվել Հռոմում և Միլանում, որտեղ հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսել նաև կատարո գինի։ Դիզակարտի դասատու Անուշ Ստեփանյանը և Դիզակ ֆոլք բենդի երաժիշտ Գագիկ Ադամյանն անց են կացրել արցախյան երգերի և ազգային պարերի բաց դասեր իտալացիների համար։ Հագեցած միջոցառումների շրջանակում տեղացիների ուշադրությանն են ներկայացվել նաև Արցախի հուշակոթողների և Դիզակ արտի մասին պատմող տեսաֆիլմեր։ Արցախ անվան փոխարեն կհայտարարվի երաժշտությունը Արա Գևորգյանի։ Հայաստանի և Ադրբեջանի օլիմպիական վերջը լուծվել է, գրում է ոչ ավել, ոչ պակաս Guardian-ը։ Ինչպես հայտնում է Guardian-ը, Օլիմպիական կոմիտեն հայտարարել է, որ անընդունել է այս հարթակն օգտագործել քաղաքական նպատակներով, պետք է քաղաքական չեզոքություն պահել։ Փետրվարի 6-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ, ու թեև Արցախը պարզապես երաժշտություն էր առանց բառերի, Բաքվում կարծում են, որ այն քաղաքական և անջատողական ենթատեքստ ունի։ Շառ ու փորձանքից հեռու Օլիմպիական կոմիտեն որոշել է, որ երաժշտությունը ամեն դեպքում կհնչի, բայց չեն ասի երաժշտության անունը։ Այ այսպես։ Մնում է սպասենք ու տեսնենք, թե Արա Գևորգյանի երաժշտությամբ որ տեղն են զբաղեցնելու ձմեռային օլիմպիական խաղերին մեկնած հայ գեղասահորդները։ Խոստանում եմ հետևել ու ձեզ էլ անպայման տեղեկացնել։ Իսկ մինչ այդ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ։ Կհանդիպենք։